Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ելից գիրք 5-րդ գլուխ Մովսես եւ Ահարոն փարավոնի առջև։ Հետո Մովսես եւ Ահարոն փարավոնի կողմ մտան ու ասին. Իսրայելի Աստված Եհովան սա գահայդարարե։ Արցակե իմ ժողովուրդս, որբեսի անաբադի մեջ ինձի դոն գադարե։ Եվ փարավոնը ասավ. Եհովան ով է որ անոր խոսքը մտի գնելով Իսրայելը արցակեմ։ Եհովան չեմ ճանչնար եւ Իսրայելն ալ չեմ արցակեր։ Անոնք ասին. Եբրայեցներուն Աստվածը մեզի հանդիպեցավ։ Գաղերսենք, թող որ 3 օրվան ջամփա երթանք անաբադի մեջ ու մեր Աստուծույն Եհովայի զոհենք, որբեսի ժանդախտով կամ սուրով մեզի թեմ չելե։ Եգիպտոսի թագավոր անոնց ասավ. Ո Մովսես եւ Ահարոն, ինչու ժողովուրդը գերացնեք իրենց գործերեն։ Կացեք ձեր բռնի աշխատանքներուն։ Փարավոնը ասավ. Ահա հիմա երկրի ժողովուրդը շատ է, ու դուք կհանգստացնեք զանոնք իրենց բռնի աշխատանքներեն։ Փարավոն այդ օրը ժողովրդին կորձավարներուն եւ անոր ոստիկաններուն պատվիրեց։ Առաջվան պես այլ ժողովրդին հարթ միդակ աղույս շինելու համար։ Իրենք թող երթան ու իրենց հարթ ժողվեն եւ աղույսներուն քանակը ինչպես առաջ կշինեին անոնց վրա թրեք, անգե մի բաքսեցնեք։ Արտարև ձույլ են, հետեւաբար գաղաղագեն, երթանք մեր Աստուծույն զոհենք։ Կորձ այս մարդոց վրա թող ծանրանա, որբեսի անով աշխատին ու սուտ խոսքեր մտիկ չնեն։ Ժողովրդին կորձավարներն ու ոստիկանները ելան եւ ժողովրդին խոսեցան ասելով. Փարավոն սագս է, ես ցեզի հարթ չեմ դար, դուք կացեք ցեզի հարթ արեք, ուր որ գարենակ գտնել, բայց ծեր կորձեն ոչինչ պիտի բաքսի։ Այսպես ժողովուրդը Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ ծրվեցավ հարթի դեղ խոզան ժողվելու համար։ Կորձավարները գպուտացնեին զանոնք ասելով. Ձեր ամեն օրվան կորձը լմնցուցեք, ինչպես երբ հարթ ունեիք։ Փարավոնի կորձավարները ձեծեցին Իսրայելի որդիներուն վրա իրենց նշանակած ոստիկանները ասելով. Ձեր վրա տրված աղյուսներուն քանակը 3 եւ այսօր ինչու չլմնցուցիք առաջվան պես։ Իսրայելի որդիներուն ոստիկանները եկան ու Փարավոնի աղաղագեցին ասելով. Ինչու քու ծարաներուդ հետ այսպես կվարվիս։ Քու ծարաներուդ հարթ չեն դար եւ մեզի գսեն. աղյուսներ շինեցեք։ Ահա քու ծարաները ձեցվեցան, մինչ հանցանքը քու ժողովրդիցն է։ Անալսավ. Ձույլ եք դուք, ձույլ։ Հետևաբար գսեք, երտանք դիրոջ զոհենք։ Ուստի հիմա կացեք ու կործեցեք։ Ցեզի հարթ պիտի չդրվի, բայց աղյուսներուն քանակը պիտի հանցնեք։ Իսրայելի որդիներուն ոստիկանները իրենք զիրենք ճարիքի մեջ տեսան, երբ ըսվեցավ թե ամեն օրվան ծեր վրա տրված աղյուսներուն քանակեն պիտի չբաքսեցնեք։ Երբ Փարավոնի կովեն դուրս ելան, Մովսեսի ու Ահարոնի հանդիպեցան, որոնք գայնած էին զիրենք դիմավորելու, եւ ասին անոնց. Դերը ցեզի նայի ու թադե, որովհետեւ քարշելի ըրիք մեր հոդը Փարավոնի առջև եւ անոր ծառաներուն առջև, մեզ ըսպանելու համար անոնց ցերկը սուր դալով։ Մովսես գքանքադի դիրոջ։ Մովսես դիրոջ դարձավ եւ ասավ. Ով դեր, ինչու այս ժողովուրդը չարչարեցիր ու զիս ինչու ղրգեցիր, որովհետև քո անունովդ Փարավոնի խոսելու համար քալեսիվեր ան այս ժողովուրդը չարչարեց, իսկ թուն բնավ չփրկեցիր քո ժողովուրդդ։ Փարքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։